Սկսում ենք այսօրվա վլոգը, արևաշատ, ջերմուկից, ձեռքով Մենք արդեն ճոպանուղիով բարձրացանք Ձեռքով արեք իմ հետևորդներին Գնում ենք Դե ինչ, եկեք միասին պտտվենք, տեսնենք աննկարագրելի չնաշխարհիկ բազմաբովանդակ բնությունը, վայելենք միասին եւ շարունակենք ճանապարհը։ Շարունակում ենք, չէ՞։ Գնացինք։ Ну что? Привет. Ванса список. Ты пришел ко мне? Пришел? Ну что? Ой, ты какой холодный. Ты хочешь, чтобы я играла, да? Пришел? Хорошо, да. Адра-кадабра. Боже, это что такое? Я с ума схожу. Я просто с ума схожу. Աստվածիմ. Ես չգիտեմ, ես արժանի եմ իրականում։ Ոսամ հելնեմ այն վերև, եկեք իրար հետ հելնենք վերև։ Մենք արդեն այստեղ պտտվեցինք, նկարվեցինք, վիդեոներ նկարեցինք, շատ գեղեցիկ, անսահման գեղեցիկ, հուզվեցինք, ամեն ինչ ավարտեցինք, հիմա ուղևորվում ենք Ջերմուկի գալերեան։ Արդեն անցել ենք Գորիսի զանգերը, այնտեղ կանգնել ենք սուրճ ենք խմել, դոշաբ ենք առել, դոշաբը այնտեղ արժեր 2000 դրամ, մեղրը երևի 500 մլի արժեր 5000 դրամ, անցել ենք, այստեղ կանգնել ենք մեքենան գազ ենք լցնում, գազ լցնելուց հետո ուղևորվելու ենք Տաթև, Տաթևից հետ գալուց ենք մտնելու Շաքի ջրվեժ ու Խնձորեսկի ճոճվող կամուրջ։
Մենք արդեն հասանք Տաթև, վերջապես հասանք Տաթև։ Ճանապարհը շատ անպած էր, մառախուղ էր։ Մտածում էինք անձրև կգա, ուզում էինք վերադառնայինք, բայց փոշմանեցինք ու որոշեցինք մինչև վերջ գալ ու ճիշտ արեցինք, որովհետև շատ հրաշալի որոշում էր։ Եղանակը ցուրտ չի, ես sense թեթև ինչ-որ բանով եմ, ունենք ժակետներ, բայց չեմ ուզում հագնեմ։ Հեսա ցույց կտամ, թե ինչա շրջակայքում։ Հիմա առաջինը եկել ենք Ճոպանուղի։ Ուզում եմ սկզբից նստենք Ճոպանուղի, գնանք հետ գանք, հետո նոր կպտտվենք տարածքում։ Մեր պլանները մի քիչ փոխվեցին, որովհետև Ճոպանուղիում բավականին շատ հերթ էր ու մենք գրանցվեցինք 40 րոպե հետո գնալու համար։ Այդ 40 րոպեի ընթացքում մենք որոշեցինք գնանք եկեղեցի, այնտեղ պտտվենք, տեսնենք շրջակայքում ինչ կա։ Ես ձեր համար սիրոնվություններ եմ նկարել, որոնք արդեն էջում են կստացի, կարող եք գնալ եւ նայել։ Մինչև այդ 40 րոպեն անցավ, մենք հետ վերադարձանք ու արդեն սկսեցի նկարել Ճոպանուղիում։ Մենք արդեն վերադարձել ենք եկեղեցուց, ներքևում էինք, գնացինք, մոմ վառեցինք, պտտվեցինք, նկարվեցինք, բարձրացանք, տոմսերն առել եմ, գնալ այնտեղ 10-15 րոպե սպասել, հետ գալ, արժի 9000 դրամ, գնալ այնտեղ, մնալ, այնտեղից ինքնուրույն ինչ-որտեղ գնալ, արժի 6500 դրամ։ Սա Ճոպանուղու մուտքն է։ Ոց, ստեղից գնում ենք հեսա մի 10 րոպեից, մենք արդեն հասել ենք ստեղ, ասել են 5-ից 10 րոպե շուտ պետք է գանք, արդեն հասել ենք ստեղ, եկել ենք, հիմա տեսնենք մեր հերթը գա, իրականում շատ սիրուն է, արև չի, բայց ցուրտ էլ չի, ես թեթև բանով եմ եղել, ինձ ցուրտ չի եղել ընդհանրապես, շատ լավ է, շատ հաճելի ժամանակ ենք անցնում, մեզ մնացել է Շաքին ու Խնձորեսկի ճոճվող կամուրջը, Գրեստիկ ձեղեմ, շատ մեծ հույս ունեմ, որ ընդեղ էլ անձրև չի գա կամ վատ եղանակ չի լինի, որ գնանք ընդեղ էլ պտտվենք ու գնանք տուն, երևի թե գնանք ընդեղ է նկարենք, շատ հավես անցնում, շատ։ Посмотрите направо. На склонах видна деревня Старый Алидзор. Մենք արդեն Ճոպանուղիով բարձրացանք, եկել ենք այս մյուս կողմը, 10 րոպե այստեղ մնալու ենք, նորից հետ գնանք, շատ հավես էր, գնահատեք ինքներդ, ինչպիսի գեղեցկություն ունի մեր երկիրը։ Հետ գնալուց Ճոպանուղիով այնքան շատ մարդ կար խցիկում, այնքան շատ մարդ կար, որ հազիվ իրար մեջ խցկված կանգնել ենք ու անցել այդ ճանապարհը, դրա համար չեմ կարողացել ոչ մի բան նկարել։ Սովորության համաձայն մենք Տաթևից վերցրել ենք մագնիսներ եւ հիմա ուղևորվում ենք դեպի Շաքիի ջրվեժ։ Շաքիի ջրվեժ, հիմա գնում ենք պտտվենք այնտեղ, նկարվենք, ցույց կտամ էլ
Вот весь сирюна. Боже, класс. Боже мой, что за красота! Թրջված, բայց բուռն էմոցիաներով շարունակում ենք մեր ճանապարհը։ Մենք հիմա ուղևորվում ենք դեպի Նորավանք, բայց ըստ նախատեսված պլանի հաջորդ կանգառը պետք է լիներ Խնձորեսկի ճոճվող կամուրջը։ Սակայն վարորդի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ բավականին ուշ է լինում ու ավելի ճիշտ կլինի, որպեսզի Խնձորեսկի կամուրջը բաց թողնենք։ Մի քիչ տխրեցինք, բայց դե ոչինչ, ինչ արած, շարժվում ենք դեպի Նորավանք։ Ավարտեցինք եւս մեկ հայաստանյան ճամփորդություն, անմոռանալի օր, հրաշալի հիշողություններ եւ բազմազան զգացողություններ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին եւ գրել մեկնաբանություն։ Գրկում եմ բոլորիդ, բայ բայ։